Ողջույն հարգելի ունկնդիրներ, մենք սովորում ենք Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Տոլորձ բնակավայրի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանում։ Կատարել ենք նախագծային աշխատանք «Իմ Տոլորձ» թեմայով և շարունակում ենք ներկայացնել Տոլորձ գյուղի մասին տեղեկությունների շարքը։ Երկրորդ ֆիլմում կանդրադառնանք Տոլորձի պատմության մեզ հասած փաստացի դրվագներին, գյուղը կներկայացնենք 1828 թվականից սկսած։ Կծանոթանանք կենցաղին, ապրելակերպին, մինչև սովետական կարգերը, դրանից հետո մինչև Հայաստանի անկախացումը 1991 թվական և ներկա անկախ պետականության շրջանը։ Եվ այսպես, պատմական փաստացի տեղեկություններ Տոլորձ գյուղի մասին։ Ինչպես նշել ենք, 1952 թվականին 5 գյուղատեղիում հայտնաբերվել են ուշ բրոնզի և վաղ երկաթի ժամանակաշրջանների դամբարաններ, որոնք թվագրվում են մեր թվարկությունից առաջ երկրորդ հազարամյակի վերջ։ Գյուղի մասին առաջին տեղեկությունը տվել է 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանը տոլորք ձևով։ 2002 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման գյուղի մասին փաստացի տեղեկությունը գերեզմանոցում գտնվող 16 և 17-րդ դարերի, սկսած 1501 թվականից 13 խաչքարերի և 12 տապանաքարերի առկայությունն է, որ այստեղ բնակավայր է եղել։ Շչորս Դավթյանի Սիսիանի բնակավայրերի պատմությունը գրքում ըստ Մատենադարանում գտնվող երկու ձեռագրերի Տաթևի վանքի 1781 թվականի Քյոտու կոչված հարկացուցակի հարկի չափը դահեկան կամաբասի։ Սիսիանի գավառի մոտ 40 գյուղերի ցանկի մեջ կա Տոլորսը 6800 հարկաչափով։ 1813 թվականին Գյուլիստանի ռուս-պարսկական հաշտության պայմանագրով Զանգեզուրը Ղարաբաղի խանության կազմում միացավ Ռուսաստանին։ 1823 թվականին ռուսական իշխանությունները անց են կացնում Ղարաբաղի պրովինցիայի մահալների նկարագրություն։ Ըստ այդ մարդահամարի, Սիսիանի մահալների մեջ մտնող հայկական գյուղերում մնացել էր ընդամենը 201 հայ ծուխ, բացի Լորաձորից։ Ռուսական պարուչիկ համարվող Սաֆար Ալի Բեկին պատկանող Վահուդի, Տոլորձ, Աշքեն, Թասկենտ և այդ հատվածի մյուս գյուղերում 66 ծուխ։ 1828 թվականին թուրքմեն-չայ-ռուս-պարսկական պայմանագրով Արևելյան Հայաստանը միացավ Ռուսաստանին։ Այդ պայմանագրի 15-րդ հոդվածով Պարսկաստանի տարածքում մնացած հայերին թույլատրվում էր գաղթել Հայաստան։ 1829-ից 31 թվականներին կատարած ցուցակագրման 45000 հայերից Հայաստանում մնացին 35560 մարդ։ Սիսիանի տարածքում հիմնականում տեղավորվում էին Խոյի, Սալմաստի և Թավրիզի մահալներից եկած գաղթականները։ 1831 թվականի ռուսական իշխանությունները կատարեցին այսպես կոչված կամերիալ ցուցակագրում, որի տվյալներով Սիսիանի բնակչությունը ներգաղթածների հետ միասին կազմում էր 3701 մարդ։ Ըստ այդ ցուցակի Տոլորսում եղել է 88 մարդ։ Իսկ 1886 թվականի մարդահամարի համաձայն Տոլորսում կար 60 ընտանիք, 563 շունչ։ 1912 թվականին Ելիզավետապոլի նահանգային հուշագրի Սիսիանի բնակավայրերի մասին տեղեկատվության մեջ Տոլորսի բնակչությունը 77 տուն, 712 շունչ, որից 310 արական և 402 իգական սեռի։ Հողատարածքը՝ վարելահողեր 695 հեկտար, տնամերձ 5 հեկտար, արոտավայր 80 հեկտար։ Հենզել Առաքելյանի Սիսիան գրքի 109-րդ էջում նշված է. 1918 թվականի օգոստոսի 30-ի ժողովում որոշվում է, որ Անդրանիկ Զորավարը պետք է մնա Սիսիանում։ Սեպտեմբերի 14-ին Զորավարը Սիսիանի 22 գյուղերին իջեցրեց զորամասի և գաղթականներին օգնելու համար դրամ տրամադրելու հրաման։ Հավաքված 16000 ռուբլի գումարից Տոլորսից հավաքվել էր 574 ռուբլի։
1921 թվականի օգոստոսի 31-ին հայկական ՍՍՀ ժողկոմ խորի որոշմամբ Ղափանի, Գորիսի, Մեղրիի, Սիսիանի, Տաթևի և Տեղի գավառակներից կազմակերպվեց Զանգեզուրի գավառը Գորիս կենտրոնով։ Գավառը իր գոյությունը պահպանեց մինչև 1930 թվականը։ Սեպտեմբերի 9-ի որոշմամբ գավառների փոխարեն ստեղծվեցին 25 շրջաններ։ Զանգեզուրի գավառում ստեղծվեցին Սիսիանի, Գորիսի, Ղափանի և Մեղրիի շրջանները։ Իր տարածքով ոչ միայն Զանգեզուրում, ողջ հանրապետությունում ամենամեծ տարածքը Սիսիանինն է՝ 1719 քառակուսի կիլոմետր։ Սիսիանը որպես առանձին շրջան գոյատևեց շուրջ 65 տարի, մինչև 1996 թվականը։ 1995 թվականի դեկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության վարչատարածքային նոր օրենքի համաձայն վերացան շրջանները և Հայաստանը բաժանվեց 11 մարզերի։ Նախկին Գորիսի գավառի տարածքով կազմակերպվեց Սյունիքի մարզը 4500 քառակուսի կիլոմետր տարածքով 162,000 բնակչությամբ։ 1914-18 թվականներին առաջին աշխարհամարտում Տոլորսից զոհվել կամ անհետ կորել է 15 հոգի։ Ըստ Սիսիանի զինկոմիսարիատի տվյալների նշված է բնակավայրերից հայրենական մեծ պատերազմ մեկնածների և զոհվածների թիվը։ Տոլորսի բնակչությունը 871 շունչ, մեկնել է 196-ը, զոհվել 101-ը։ Երբ ասում ենք ծննդավայր, հասկանում ենք մենք սրբավայր։ Թանկ է այստեղ մեզ ամեն բան, հողն ու ջուրը, մանկությունը, անցած կյանքի պատմությունը, ուրախ տխուր օրերը մեր, ժողովուրդը աշխատասեր։ Հին գյուղում սկսած 1830-ական թվականներից ժողովուրդը հիմնականում բնակվում էին օդաներում։ Օդան բաղկացած է եղել մի քանի մասերից՝ սենյակից, թոնդրից, անասնագոմից, որից ցուրտ եղանակին տաքոթը թոնդի հետ միասին տաքացնում էին սենյակը, և երթիկից, որը գտնվում էր տանիքի կենտրոնում, ծառայում էր օջախից ծուխը բաց թողնելու և սենյակը լուսավորելու համար։ Օդան հայ ճարտարապետության մեջ տարածված կառույցներ էին, որոնք հիմնականում ծառայում էին որպես հյուրասենյակ, ննջասենյակ կամ հասարակական հավաքատեղի։ Դրանք բնորոշ էին նաև Սյունիքին, այդ թվում Տոլորսին։ Ըստ տեղեկության, Տոլորսում պաշտոնապես մինչև դպրոց հիմնելը 1905 թվականին գիր էին ուսուցանել օդաներում, հետո վարձու օթախներում։ Քանի որ խոսք գնաց դպրոցի մասին, ներկայացնենք մի քանի հետաքրքիր տեղեկություն։ Դպրոցը ածանցավոր բառ է, որի արմատն է դպիր, որը նշանակում է գրագիր, գրագետ, քանի որ մարդիկ գրագիտություն սովորելով դպիր են դարձել, ուստի գրագիտություն տվող օջախը կոչվեց դպրոց։ Աշակերտ բառն էլ պարսկերեն է, որը նշանակում է սովորող։ 1896 թվականին ցարական կառավարության որոշմամբ փակվում են հայկական ծխական դպրոցները, այդ թվում Զանգեզուրում, իսկ 2 տարի անց 1898 թվականին բռնագրավում է փակված դպրոցներին պատկանող ամբողջ գույքը, դատարկված դպրոցական շենքերում ռուսական դպրոցներ բացելու նպատակով։ Հակահայկական գործողությունների գագաթնակետը եղավ Նիկոլայ II 1903 թվականի հունիսի 12-ի հրամանագիրը, որի համաձայն հայ եկեղեցու ունեցվածքը բռնագրավեց։ Հայ ժողովրդի, այդ թվում զանգեզուրցիների համառ դիմադրության շնորհիվ նույն ցարի 1905 թվականի օգոստոսի 1-ի հրամանագրով ստիպված թույլատրեց վերաբացվել փակված դպրոցները։ Ոչ միայն վերաբացվեցին, այլև հիմնվեցին նոր դպրոցներ։ Մինչև 1932 թվականը եղել է ընդհանուր տարրական կրթություն։ 1956 թվականից պարտադիր 7-ամյա, 1959 թվականից պարտադիր 8-ամյա, իսկ 1966 թվականից պարտադիր 10-ամյա միջնակարգ կրթություն։ 2011 թվականից անցել են 11-ամյա, իսկ 2017-ից 18 ուսումնական տարվանից 12-ամյա կրթություն, հաճախել են 6 տարեկանից։
2016 թվականին հանրապետությունում շրջանավարտ չի եղել ռեֆորմի պատճառով, անցել են 12-ամյա կրթության։ Ամեն համայնք ընդհանուր կենցաղային նմանություններից բացի նաև ունենում է իր առանձնահատկությունները, որոնք ժամանակի ընթացքում փոփոխության են ենթարկվում։ Ներկայացնենք տարբեր ժամանակահատվածներում Տոլորսի բնակչության և զբաղմունքի մասին համառոտ տեղեկություն, որով ավելի պարզ կլինի պատկերացնել մեր ժողովրդի ապրելակերպը, կենցաղն ու սովորույթները։ Այն կբաժանենք 3 ժամանակաշրջանի՝ 1830-ական թվականներից մինչև 1929 թվականի կոլեկտիվացման սկիզբը, կոլեկտիվացումից մինչև 1991 թվականի անկախացումը և 1991 թվականից մինչև ներկա ժամանակաշրջանը։ Պարզ էր, որ գյուղացիների հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է։ 1830-ական թվականներից մինչև 1929 թվականի կոլեկտիվացումը եղել է մասնավոր սեփականություն։ Յուրաքանչյուր ընտանիք ըստ ունակության և աշխատասիրության իր սեփականությունն է ունեցել։ Տեղեկությունների համաձայն, մինչև 1930-ական թվականները մեր ընտանիքները եղել են խիստ ավանդապաշտ, ապրել են մեծ ընտանիքներով մի հարկի տակ, հաշտ ու խաղաղ։ Ընտանիքի կառավարումը և աշխատանքները իրականացվել են շատ կազմակերպված ու համախմբված կարգով։ Այսպես օրինակ, ով գրագետ էր, հոգում էր տան բոլոր ծախսերը և կառավարում աշխատանքները, մյուսը զբաղվում էր տնտեսության առևտրի վերաբերվող գործերով, իսկ ազատ ժամանակ օգնում տնտեսության մյուս աշխատանքներին։ Մեկը զբաղվում էր անասնապահությամբ, որին օգնում էին հասունացած տղաները։ Հաջորդը եղել է տնտեսության ռանչպարը, մաչկալը, որի տնօրինության տակ եղել են 6-ից 8 լծկան եզներ և հասունացած տղաներից հոտաղներ։ Գարնանացանը արագ վերջացնելուց հետո եզներն առանց արոտ բաց թողնելու սկսել են կատարել աշնանացանի համար վաղ ցել, որը վերջացնելուց հետո միայն եզները բաց են թողել արոտի։ 15-ից 20 օր արածացնելուց հետո սկսել են կրկնահերկը աշնանացանի համար։ Նախկինում ժողովուրդը հողագործության մասին քիչ է գիտակցված եղել, որ հողակտորում ինչ կարողացել ցանել են։ Պարարտացում միանգամայն գոյություն չի ունեցել։ Մի լավ վերաբերմունք հողի նկատմամբ որ եղել է, դա ժամանակին հերկելն ու ցանելն է եղել։ Կրկնահերկը վերջացնելուց հետո սկսել են խոթունձը։ Նախկինում անասնակերի ցանովի տարածություններ չի եղել, որպես անասնակեր օգտագործել են խոտը և հացահատիկի ծղոտից ստացված դարմանը։ Խոթունձից հետո վրա է հասել հացահատիկի բերքահավաքը։ Այս բոլոր աշխատանքները կատարվել է տղամարդկանց և կանանց ձեռքի աշխատանքի միջոցով։ Հետագայում գիտության և տեխնիկայի զարգացումը բերեցին ձեռքի աշխատանքների կրճատմանը և արտադրողականության բարձրացմանը։ Առաջին տրակտորը գյուղ է մտել 1935 թվականին։ Նախկինում յուրաքանչյուր ընտանիք ձմեռվա ապրուստի համար պատրաստում էր զանազան մթերքներ՝ յուղ, պանիր, մոթալ և հորած, ալյուր, չորացած լավաշ, ղավուրմա, տհալ, համեմունքներ, թթուներ և այլն։ Ընտանիքների մեծ մասն ուներ իր ալրապահոցը, ուքյագը, խնոցին, ճախարակը, արկանքը և այլն։ Դժվարին ու աշխատատար, բայց հետաքրքիր էր թոնրի լավաշ թխելու գործողությունը։ Դրա համար էլ ներգրավված էին շատ կանայք և աղջիկներ։ Նույն ընտանիքից կամ հարևաններով օգնելով միմյանց, հատկապես ուրախության թե տխրության առիթներով, երբ որ լավաշի ավելի շատ քանակ էր անհրաժեշտ։ Մեկ օր թխելով լավաշ մի քանի փախաղ, չորացնելուց հետո այն պիտանի էր օգտագործման երկար ժամանակ։ Զորակով 5 յուղը բաժանվում էր ձախ և աջ մասերի։ Հիշարժան էր, որ ֆուտբոլ խաղալիս թիմերը բաժանվում էին նաև մեր գյուղի բարբառով ձյորի էզղոլ էնղոլ։ Այստեղ եկեղեցու հարևանությամբ առվի մոտ էր գտնվում 5 յուղի ամենամեծ ուրենու ծառը, որին անվանում էին քյոք ծառ։ Նրա պարագիծը հասնում էր մինչև 7 մետր, իսկ նրանից դուրս եկող 3 մայր ճյուղերի պարագիծը 1,5-ից մինչև 2 մետր։ Բույնն ուներ նաև փչակ,
որտեղ երեխաները շատ հաճախ խաղում էին բերդի գրավոցի կամ պահմտոցի։ Սա հին գյուղի կամուրջն էր, որը աջ ու ձախ մասերը կապում էր իրար։ Հին գյուղում տներում չկար մշտական ջուր։ Ջուրը դույլերով բերվում էր գյուղամեջի աղբյուրներից։ Հին գյուղը ուներ վերին և ներքին թաղի մեհլի քարե նովերով աղբյուրներ, որոնք նախատեսված էին նաև անասուններին ջրելու համար։ Հայտնի էր կծու ջուրը, գետի ափին, լալի տանտակի աղբյուրը, բադամի աղբյուրը և այլն։ Ներկայացնենք Տոլորզ գյուղի տարեգրությունից որոշ տվյալներ։ 1948 թվականին իրականացվել է գյուղի էլեկտրաֆիկացումը։ 1950-ական թվականների կեսից ժողովուրդը սկսեց օգտագործել շիֆերը որպես տանիքի ծածկ։ 1969 թվականից գյուղ մտավ սև ու սպիտակ հեռուստացույցը և հեռախոսը։ 1970 թվականի սկզբին գյուղ մտավ առաջին սեփական մեքենան՝ Fiat։ 1960 թվականի սկզբից գյուղի կենտրոնում տեղադրվել է բարձրախոս ռադիոընդունիչ, որի մոտ հավաքվում էին բնակիչները և լսում լուրեր, համերգ և հատկապես ֆուտբոլ։ 1970 թվականի վերջից օգտագործվեց ժապավենային, հետո կասետային մագնիտոֆոնները։ 2000 թվականին առաջին համակարգիչները ծրագրով ստացավ դպրոցը։ 1985 թվականին գյուղ է այցելել Հայաստանի Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը։ 2015 թվականի աշնանը գյուղ է այցելել Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Հին գյուղը 3 ջրաղաց է ունեցել, մեր բարբառով ճաղաչ։ Առաջինը գտնվում էր Արտաշեսարի միջնամասում, գյուղի արևմտյան մասում, Այրի գետի ձախ ափին։ Երկրորդը Բունունից գյուղի ներքևի մասում գտնվող ջրաղացն էր, որը գյուղում Մալքիմանց ճաղաց էին անվանում։ Երրորդը Բադամի տան տակի ջրաղացն է եղել, որը կառուցվել է 1946 թվականին Բադամի կողմից։ Գյուղում մեծ ճանաչում ուներ Դարբին Մանասերը, որը վարպետորեն էր թրծում, մշակում մետաղը, պատրաստում տարբեր գործիքներ։ Օրը մթնեց, ժամն է արդեն իրիկնահացի, տխրությունս կամաց փոխվում է լացի, իջնում էին խոհուն, խոնար դեզերի ուսին, մի կատնահունձ երկնակամար, մի ծերատ լուսին, մեկը մեկից ամաչելով, և զուսպ և հավաք, նստում էին մերոնք կարգով, կրտսեր ու ավագ, նստում էին և սպասում, միջև պապը գար, միջև բակում ծաղիկ գեզան զանգը ծլնգար, պապը գալիս սուփրի գլխին նստում էր շուքով, և լցվում էր տունը դաշտի բույր ու շշուկով, ու երբ տատս ձեռքն էր առնում շերեփը իր հին, գդալները բնազդաբար աղմկում էին, թանապուրի տաք գոլորշին գերանին առնում, և սյունն ի վար գլոր ուլունք էր դառնում, վայելում էր տաք թանապուր, լավաշ ու սամիտ, աշխատավոր մի գերդաստան, պարզ ու միամիտ, հիմա այդ մեծ գերդաստանից ոչ մեկը չկա, ես եմ մնում լոկ իբրև հուշ և իբրև վկա։ 1929 թվականից սկսվում է համատարած կոլեկտիվացումը։ Մարդիկ կամավոր իրենց ունեցվածքը, հողը, կենդանիները պետք է հանձնեին կոլեկտիվին, որի համար խրախուսվում էին։ Ովքեր հրաժարվում կամ դիմադրում էին, ենթարկվում էին հալածանքների, ընդհուպ վտարում էին գյուղից կամ աքսորում Սիբիր։ Կոլեկտիվացման շրջանում բոլորը ապրում էին հավասար։ Այդ դեպքում աշխատանքը վարձատրվում էր բնամթերքով, ըստ աշխորհի։ 1961 թվականից կոլտնտեսությունները փոխվեցին սովետական տնտեսության, սովխոզների։ 1961-ից 65 թվականներին տեղի ունեցավ ապախոշորացում, գյուղը միավորվեց Սիսիան, Ուզ և Աշոտավան համայնքների հետ։ 1965-ից 74 թվականներին Տոլորսը Աշոտավանի հետ բաժանվեց որպես առանձին տնտեսություն։ 1960-ական թվականների սկզբից առաջ է քաշվում Տոլորս և Աշոտավան գյուղերի տարածքում արհեստական ջրաբար կառուցելու էներգետիկ և ոռոգման նշանակության։ Հին գյուղերը տեղափոխել քիչ հեռավորության վրա գտնվող բարձրադիր վայր։ Պատվարի և Տոլորսից Շամ տանող թունելի կառուցումը վերածվեց մեծ շինարարական հրապարակի։
1975 թվականին շահագործվեց այն, և ջրամբարի ջուրը սկսվեց ամբարվել։ 1969-ից 74 թվականներին գյուղը տեղափոխվեց տիպային նախագծով, ուղիղ փողոցներով, քարե երկհարկանի տներով կառուցված նոր Տոլորս։ Մեր օրերից շատ առաջ խնդիր դրվեց կառուցել էլեկտրական մեծ կայան, որպեսզի ջուր ամբարվեր, Շամբի հեքին շատ հզոր, պիտի մի ծով կառուցվեր Սունյաց երկրում դարավոր, և ծովի տեղն ընտրվեց կանաչ հովիտ դալարում, իսկ արդյունքում երկու գյուղ խաղաղ սուզվեց ջրերում։ Ամառ լինի, թե ձմեռ, որդիները հին գյուղի նոր Տոլորսի բարձունքից երազում են գյուղին, երբ իջնում են նվազում Տոլորս լճի ջրերը, թվում է ծովը անտակ չքանում է գետնի տակ, ու նվազող ջրի հետ դանդաղ, ինչպես հեքիաթում, խոյանում է դեպի վեր եկեղեցին վեհաշուկ, թե մաշվել է մի քիչ, դարձել ողոր կուսահուն, բայց օրհնում է նա կրկին իր հին գյուղը մեծանում։ Առանց մետաղ ու ճոպան, այդ ինչ շաղախ են արել, քարերն ինչպես ագուցել և ինչ ոգով են թրծել Աստծո տունը կերտելիս վարպետները հայրենյաց, այդ նույն ոգով, նույն շնչով նոր Տոլորսը նոր դարի պիտի կերտի տունը իր նույն հավատով ու խղճով, երբ բարձրանում են նորից ծով ջրերը Տոլորսի, եկեղեցին գլխահակ լուր սուզվում է ջրի տակ, իր հետ տանում է հառաչ, իր հետ տանում սպասում, թանձր կարոտ ու բերկրանք, հանդիպում ու խրախճանք, լեգենդ է սա, թե պատրանք, թե մեր կյանքն է շատ սովոր, ապրենք սիրով, թև թիկունք, ինչպես գյուղը դարավոր։ 1975-ից 84 թվականներին Տոլորսը բաժանվեց Աշոտավանից ջրամբարի կառուցման պատճառով և միացավ Ախլաթյանի տնտեսությանը։ 1984 թվականին գյուղը առանձնացավ որպես առանձին տնտեսության բնունիսի հետ, ձևավորվեց Տոլորսի տնտեսությունը։ 1991 թվականին Հայաստանի անկախացումից հետո սովետական տնտեսությունները լուծարվեցին, համայնքները սկսեցին ղեկավարել գյուղսովետները։ Տեղի ունեցավ հանրային ունեցվածքի սեփականաշնորհում, սեփականության ձևը փոխվեց մասնավորի, դարձան մենատնտեսներ։
1991 թվականի սեպտեմբերի 21-ի անկախացումից հետո շատ բան փոխվեց մեր երկրի և մեր գյուղի կյանքում։ Երկարատև սահմանադրական պայքարից հետո 1992-94 թվականներին տեղի ունեցավ Արցախյան պատերազմը։ Սկսվեց անկախ պետականության դժվարությունները, հացի խնդիր, վառելիք չկար, լույս չկար կամ օրական 2 ժամ հովարային ձևով էին տալիս և այլն։ Սովետական ռուբլին շատ արագ արժեզրկվում էր։ 1993 թվականի աշնանից շրջանառության մեջ դրվեց հայկական դրամը, մեկը 200-ի հարաբերությամբ։ 10,000 ռուբլին դարձավ 50 դրամ։ Գործարաններում սկսեցին հարկադիր, հետո մշտապես պարապուրտները։ Սեփականաշնորհվեցին նաև գործարանները։ Պետություն, տնտեսություն, ժողովրդի ապրուստ կապը կտրվեց։ Խանութների ապրանքները սպառվեցին։ Նախկին համակարգի բացակայությունից ապրանք ու փող չկար։ Ժամերով հերթ էին կանգնում հաց գնելու համար, որը տրվում էր կտրոններով։ Ժողովուրդը օրերով հերթ էր կանգնում բռնակոթի և անկեղակոթի ալրաղացներում ցորեն աղալու համար։ Ցածր արտադրողական այդ երկու էլեկտրական աղացները բնականաբար չէին կարող հասցնել շրջանի ժողովրդի պահանջները բավարարել, մանավանդ որ նրանք էլ էին հովարաձև հոսանք ստանում։ Հարցը կարգավորվեց մի քանի տարի հետո միայն, երբ Սիսիան քաղաքում տեղադրվեց բարձր արտադրողական ալրաղաց, իսկ հոսանքի մատակարարումն էլ կարգավորվել էր։ Այդ խավարի ժամանակները տևեցին մի քանի տարի, մինչև երկրի վիճակը աստիճանաբար սկսեց կարգավորվել։ Ճիշտ է դանդաղ, բայց նկատելի էր առաջընթացը։ Օգնության ձեռք մեկնեցին նաև արտասահմանյան բազմաթիվ կազմակերպություններ, աղքատության հաղթահարման, աջակցման և զարգացման ծրագրերով։ Սակայն ժողովուրդը դիմանալով հաղթահարեց բոլոր դժվարությունները, հասկանալով, որ նորանկախ պետությունը չի կարող իրեն աջակցել ինչպես հարկն է, և հույսը իր վրա դնելով սկսեց խնդիրներ լուծել, դրանով նպաստել նաև պետության կայացման և զարգացման գործին։ Վերջին ժամանակների պետական և ազգային անհաջողությունները 44-օրյա պատերազմ, Արցախի կորուստ, Հայաստանի որոշ տարածքների օկուպացիա, դաշնակից երկրների դավաճանությունը մեկ անգամ ևս մեզ հուշում են ազգային ու պետական, անվտանգային և տնտեսական խնդիրները ունեն մեկ լուծում՝ միասնության, համախմբվածության և հավաքական ուժի անհրաժեշտության հրամայականը։ Խնդիրն է մեր ամենամեծ՝ համախմբվել, միավորվել, միասնական զորեղ լինել, ամեն ինչ շատ այդ է մեզ պետք։ Իսկ մենք լավատես ենք, հավատում ենք Հայաստան պետության հզոր ապագային, որին կարող ենք հասնել յուրաքանչյուրիս օրինապահ, նվիրված և հոգատար պահվածքով, ակտիվ մասնակցության և աշխատանքի շնորհիվ։ Թող արևը մի շողա, թող կապույտ երկնքում միշտ աղալի, թևանցի, թող ծիծիկը ծլվլա, թող արվակը կարկաչի, իսկ մեր երգը հավերժ հնչի։ Մենք ուզում ենք, անամ երկինք, պայծառ արև խաղաղություն։ Մենք ուզում ենք, անամ երկինք, պայծառ արև խաղաղություն։ Այսպիսով ավարտեցինք երկրորդ նախագծային աշխատանքը Տոլորզ գյուղի մասին ֆիլմի տեսքով, որի նպատակն էր աշակերտների մոտ զարգացնելու բանավոր խոսքի և ստեղծագործելու կարողությունը, իսկ տոլորսեցի ավագ սերնդին վերհիշելու հին ու նոր գյուղերում իրենց ապրած տարիները, միջին և նոր սերնդին փոխանցելու գյուղի մասին մեր ունեցած տեղեկությունները։ Այն կտակում ենք սերունդներին և պատգամում լրացնեն և շարունակեն։ Ցանկանում ենք բարի դիտում։ Գիտես, մայրիկ իմ սիրասուն, թե ինչու ենք մենք մայր ասում Հայաստանին, մեր ոստանին, այգի դարձած քարաստանին, որովհետև մայր է հողի, լույսի, ջրի ու արևի, մայր է գինու և խաղողի, մայր լեռնային վտակների, մայր ձյունապատ գագաթների, մեր Հայաստան մայրը բարի, արդեն քանի հազար տարի զավակնել է ծնել արի և կանգնել է ընդդեմ չարի որդիններով իր քաջարի, և մենք հիմա իմ սիրասուն
Հայաստանին մայր ենք ասում, մայր խնդալից քո մանկության, մայր անսահման երջանկության, մայր վարդագույն քաղաքների, մայր երազի, լույսի անմար և գալիքի արևամայր։ Այս լեվերը ինձ կանչում են մերի գորի սուսիսյան